այսօր հրաշալի տրամադրություն ունեմ դրսում անպամած է, բայց շատ տաք հոթը հիանալի, գրեթե ամառային արդեն շատ հետաքրքիր թեմայի շուրջ ենք այսօր զրուցելու, որը կհետաքրքրի բոլորին առանց բացառության, քանի որ այսօր ես իմ սեփական փորձից ներկայացնելու եմ ձեզ, թե ինչպես կարելի է նիհարել ոչ թե ժամանակավոր, այլ մշտապես եւ չաղանալու դեպքում արդեն երբեք չլինել այնպիսի չաղության, ինչպիսին դուք ամենասկզբում եք։ Ձեզ կհետաքրքրի, թե երևի թե ինչ եմ ես հիմա ասում, ինչպես է դա հնարավոր։ Այո, դա հնարավոր է, որովհետև մարդու օրգանիզմը նույնպես ունի այսպես կոչված պահպանիչ, պահպանողական սահման, որը հատելու դեպքում մարդը կտրուկ նիհարում է, իսկ ճիշտ կտրուկ չաղանում է ներողություն, իսկ ճիշտ կանոնակարգերին հետևելու պարագայում իհարկե նիհարում է, այսպես ասած, ուր հավիտենական։ Ինչ է սա նշանակում, տեսեք։ Ես հիմա ձեզ կներկայացնեմ մի քանի նկար, թե ինչպիսին է ես առաջ և ժամանակի ընթացքում ինչպիսին է ես դառա և դիետա պահելուց հետո ինչպիսին է դառա արդեն դիետայից հետո։ Դիտեք այդ նկարները, որից հետո կշարունակենք։ Այսպիսով, հարգելի ընկերներ, նախ ասեմ, ես հիմա ներկայացնելու եմ գրեթե բոլոր կետերը ճիշտ նիհարելու և միանգամից ասում եմ, որ ճիշտ նիհարել չի նշանակում դիետա պահել։ Հենց այս պահից սկսած մոռացեք այդ արտահայտությունը, դիետան պարզապես վնասում է և խափանում է մարդու մարսողական համակարգը, խափանում է մարդու հոգեբանությունը, մարդու ստամոքսի աշխատանքը, առաջնահերթ լյարդի աշխատանքը, դա պարզապես հիմարություն է։ Միանգամից ձեզ խոստովանեմ, այսպես որ ձեզ խափել են, ասելով որ դիետա պահեք ու կնիհարեք։ Դիետա պահելով դուք չեք նիհարելու, դիետա պահելով դուք հյուծվելու եք և հոգեբանորեն լինելու եք շատ ճնշված, քանի որ գիտակցելու եք, որ ձեզ ամեն ինչ ուտել չի կարելի, որ հանկարծ չչաղանաք։ Ես հիմա կկոտրեմ ձեր պատկերացումները և կասեմ, որ դուք կարող եք ուտել ամեն ինչ, ինչ կցանկանաք, սակայն ճիշտ տրամաբանության հետևանքով դուք երբեք չեք չաղանա։ Այսպես ներկայացնում եմ նիհարելու իմ դրույթները, դուք տեսաք նկարը, դուք տեսաք թե ինչպիսին է ես առաջ, կարծես մի փչած ինչ-որ խուճիկ լինեի, ժողովրդի լեզվով ասած, և ինչպիսին էի դրանից հետո դուք նույնպես տեսաք, և ինչպես դա ինձ մոտ ստացվեց, պատմում եմ, սկսենք դրանից։ Ուրեմն ես մի դիետա էի գտել, որը ասում էր, որ դուք կարող եք նիհարել շատ արագ 7 կիլոգրամով և այլն, ինչպես և այլն, այսպես։ Ես առաջ շատ էի ուտում, շատ, պարզապես աննկարագրելի շատ, ես շատ էի սիրում ուտել, հատկապես հաց, թարմ հաց, ինչը պետք է ճիշտ ձևով ուտել և թթխմորով հացը ներողություն, խմորիչով հացը ընդհանրապես բացառել կարելի է ձեր ռացիոնից և ինչ էի անում ես չափից դուրս շատ էի ուտում և առաջ քանի որ չէի հասկանում ինչ պրոցեսներ էր տեղի ունենում, հիմա հասկանում եմ, ես թույլ չէի տալիս, որ իմ ստամոքսը պարզապես կատարեր իր գործողությունը, պարզապես հանգիստ աշխատեր, ինչը առաջացնում էր վքնածություն, չաղություն, ճարպեր, ես որովհետև տեղիցս էլ չէի շարժվում, այդպես մի խայտառակ վիճակ,
Արդյունքում այդ դիետա կոչվածը, որ ես պահեցի 7 օր, բերեց ինձ իհարկե լավնի արելու, սակայն ինչպես ցանկացած դիետա, այդպես էլ այդ դիետան ժամանակավոր էր, ուներ ժամանակավոր էֆեկտ, եւ ժամանակի ընթացքում ես իհարկե որոշ չափով չաղացա, իհարկե ոչ այնպես, ինչպես նախկինում էի, սակայն ասեմ, որ դա որևէ նշանակություն չուներ դիետայի հետ, եւ ինչ բերեց դա ինձ բերեց մի շարք խանգարումների, դա ինձ բերեց իհարկե ինչպես օգտակար բաներ տվեց ինձ, այնպես էլ հակառակը եւ օգտակարներից միայն այն կնշեմ, որ ինձ մոտ առաջացավ զսպվածություն, այսինքն ես կարողացա կոտրել այդ դիմադրողականությունը, կոտրել այդ ցանկությունը անդադ ուտելու եւ իմ ուղեղը սովորեց հենց նրան, որ ես արդեն ասացի, լավ կողմերից այն էր, որ ես ձեռք բերեցի դիսցիպլինա կոչվածը եւ սկսեցի քիչ ուտել, արդեն չէի ուզում ուտել, որովհետեւ ստամոքսս փոքրացել էր եւ ուտում էի չափի մեջ եւ դա ինձ լիովին հերիքում էր։ Այդ տեսակետից դիետան, այո, շատ օգտակար է։ Սակայն այն պարունակում է մի շարք վնասակար հատկություններ, ինչպիսիք են ստամոքսի խանգարումները, հորմոնալ խանգարումներ, մի շարք հոգեբանական ճնշումներ, եւ դու գիտակցում ես, որ դու ուզում ես ուտել, բայց քեզ չի կարելի ուտել, իսկ ով է ասել, որ չի կարելի։ Կարելի է ուտել ամեն ինչ։ Ես ձեզ ասում եմ բառի սուղ իմաստով եւ նիհարել ու նիհարել։ Այսպես հիմա վերցրեք թուղթ ու գրիչը, խնդրում եմ, մոռացեք դիետաների մասին ընդհանրապես եւ ես այս բայից բացում եմ մի գաղտնիք։ Եթե դուք ուզում եք նիհարել, դուք պետք է ճիշտ սնվեք, այլ ոչ թե սնվեք քիչ։ Սնվել ճիշտ, սնվել քիչ, դրանք լրիվ տարբեր բաներ են։ Այսպիսով միանգամից համար 1 կետը, խնդրում եմ գրեք, միանգամից շատ ուտելը չեք դադարեցնում, կբերի գլխապտույտների ճնշման ընկնելուն, կբերի վատ տրամադրության, կբերի ստամոքսի խանգարումներին։ Ուրեմն, եթե դուք շատ եք սնվում, օրինակ, առավոտյան ուտում եք 3 ձու, այսօրվանից ուտում եք 2-ը, վաղվանից ուտում եք 1-ը եւ 1-ից 3 օրվա ընթացքում այդ ցանկությունը անդադ ուտելու կկոտրվի, ես ձեզ 100% եմ ասում, քչացնում եք մանրից, այսինքն շատ քիչ մարմանդ, այսպես զգուշ առանց շտապելու, որպեսզի որևէ դեպքում չնեղացնեք ձեր ստամոքսին, դուք կտեսնեք, թե ինչ անվտանգ ճանապարհ է դա եւ դուք անգամ չեք էլ զգա, թե ինչպես է ձեր ստամոքսը փոքրանում եւ դրանով իսկ հանդերձ դուք սոված չեք մնում։ Ուրեմն սա մեկ, ֆիքսեցինք։ Քչացնում ենք շատ ուտելը, շատ զգուշ, օրը օրի վրա 1 գթալ ավելի քիչ, այսպես կանվանում։ Հաջորդ կարևորագույն քայլը։ Որևէ կարակ, ճարպային բաներ մաքսիմալ քչացնում ենք, քանի որ դա ոչ միայն կապ ունի ճարպի գոյացման, այլ նաև սրտի շատ վատ աշխատանքի եւ մի շարք խնդիրների հետ։ Աշխատեք մաքսիմալ քիչ օգտագործել կարակ, յուղ եւ այլն, բուսայուղ։ Աշխատեք սնվել միմիայն այսպես հողից դուրս եկած բնական ուտեստներով, բանջարեղենով, շատը, միս օգտագործեք ցանկացած ինչ ուզում եք, սակայն ցանկալի է, որ միսը լինի եփված, կարող լինի եփված սովորական տավարի միս, նույնիսկ յուղով, դա օգտակար է։ Հանգիստ հավեսով ուտում եք, ես ձեզ անկեղծ եմ ասում, ողջ նպատակը մարդու նիհարելու այն չէ, որ ինքը դիետա պահի, այլ այն է, որ ինքը ճիշտ սնվի եւ քիչ-քիչ այսպես քչացնի, շատ քիչ։ Եվ ուտի այն, դրանով իսկ հանդերձ ուտի այն, ինչ ցանկանում է իր սիրտը ուտել, այսպես եմ անվանում։ Այսպես քչացնելու պարագայում դու կարող եք կշեռ գնել, կարող եք կշռվել, որտեղ ցանկանաք։ Ես ձեզ հենց այս պայից սա ինչ էր։
Այս պայից խոսք տանում եմ, որ 10 օրվա ընթացքում կամ 7 օրվա ընթացքում, նայած օրգանիզմի, նայած ունակությունների, նայած գենետիկայի, դուք առնվազն 3-ից 4 կիլոգրամ քաշ եք գցելու։ Միայն այսպես սնվելով, դեռ ես չեմ ասում շարժվել, չշարժվել, ինչ անել։ Շարունակում ենք կետ համար 2։ Մոլուցկը սնվել գիշերը, կտրուկ դադարեցնում եք, քանի որ դա ուղիղ վնաս է ստամոքսին, ստամոքսը ծանրաբեռնվում է, չի կարողանում հանգիստ եւ հանդերձ կատարել իր ֆունկցիան։ Դա ծանրաբեռնում է աղիները, դա ծանրաբեռնում է սիրտը, դա ծանրաբեռնում է լյարդը։ Դա ճարպեր է կուտակեցնում, առաջացնում է ճարպեր եւ որևէ օգուտ դրանից չկա, քանի որ այն վարկածը, որ դուք սովածանում եք գիշերը, դա ընդհանրապես ուղեղի սովորություն է, այդպիսի բան գոյություն չունի։ Ես դեսա 100% եմ ասում։ Ինչպես ցանկացած ուղեղի մարզում, այնպես էլ այս մարզումը կարելի է սովորեցնել ձեզ այնպես, ինչպես դուք եք ցանկանում, որ ճիշտ լինի, եւ սկսում եք այսպես, ինչպես վերացնել գիշերը սնվելու այսպես սովորություն։ Եթե դուք նայում եք ժամին, ժամը 12-ն է գիշերվա եւ ձեր սիրտը ինչ-որ բան է ուզում ուտել, դուք ուտում եք արդեն հաջորդ օրվանից սկսած ժամը ոչ թե 12-ին, այլ 11-ին։ Ուտում եք շատ քիչ։ Մի քիչ ձեզ վատ կզգաք առաջին 2 օրը, որովհետեւ ձեր ուղեղը դեռ չի սովորել այդ process-ին, այնուհետեւ ուտում եք 10:30-ին։ Այնուհետեւ հաջորդ օրը ուտում եք 10-ին։ Այնուհետև հաջորդ օրը 9:30-ին եւ այդպես շարունակաբար դուք կտեսնեք, որ արդեն դուք գիշերը ուտելու որևէ ցանկություն չունեք, քանի որ սովորացրել եք ձեր ուղեղին արդեն սնվել այն ժամին, երբ դուք սնվում եք։ Սա մաքսիմալ էլեմենտար է, չեք հավատա, բայց ես ինքս եմ անցել այս ճանապարհով, եւ շատ լավ գիտեմ, որ մենք ենք թելադրում մեր ուղեղին, այլ ոչ թե մեր ուղեղը մեր։ Ուստի դուք կարող եք դաստիարակել այս դիսցիպլինան ձեր մեջ եւ արդեն ինչպես նշեցի, քչացնել ժամանակահատվածը։ Սա երկրորդ կետն էր։ Առաջին կետը քչացնում ենք ուտելու քանակը, երկրորդ կետը քչացնում ենք ժամանակահատվածը 30 րոպե ավելի կրճատ։ Այսպես 2-3 օրվա ընթացքում ձեր բոլոր այսպես նոր դիսցիպլինաները արդեն կմտնեն ուժի մեջ, ձեր ստամոքսը կսկսի փոքրանալ եւ դուք կսկսեք հասկանալ, որ դուք կարողանում եք տիրապետել ինքներդ ձեզ եւ սնվում եք քիչ-քիչ արդեն էլ ավելի ճիշտ։ Ինչ վերաբերում է ուտելուն, կերեք այն, ինչ ուզում եք, ես արդեն կրկնեցի։ Եթե դա խորոված է, հանգիստ կերեք, ձուկ է, հանգիստ կերեք, միս է, կաթնաշոր է, ինչ ուզում է լինի։ Միայն թեթևակի քչացնում եք խմորիչով հացը կամ առհասարակ բացառում եք ձեր կյանքից, խմորիչով հացը փոխարինեք կամ թթխմորով հացով, կամ լավաշով, էլ ավելի ճիշտ կլինի, կամ դիետիկ հացերով, որոնք վաճառվում են, սև հաց է, Բարեդինսկի խլեբ կոչվում է ռուսերենով, շատ համեղ է։ Հասնում ենք հաջորդ կետին։ Հաջորդ կետը դա քայլելն է։ Քայլել, վազել, առհասարակ շարժում, որը կալորիաներ է այրում եւ տեղի ունենում նյութափոխանակության process, որի արդյունքում ձեր օրգանիզմը սկսում է օգտակար կերպով հյուծվել, օգտակար կերպով, անվնաս կերպով հյուծվել եւ դուք սկսում եք նիհարել։ Սակայն այդ ընթացքում պետք է շատ ջուր խմեք։ Ջուրը շատ կարեւոր է նյութափոխանակության համար։ Հաջորդ կետը, ինչ է նշանակում դեղեր խմել, որ նիհարենք, ես ձեզ միանգամից ասում եմ, երբեք նման բան չանեք, երբեք ձեր կյանքում նման բան չանեք, դեղ խմեք նիհարելու համար, որովհետև դա պոտենցիալ թույն է եւ կարող է առաջացնել կամ գրգռել քաղցկեղածին տարերը, կլետկաները, այսպես ասած, բջիջները ձեր օրգանիզմում եւ հեչ լավ բանի դա չի բերելու, այնպես որ լսեք ինձ հենց այս պահից եւ անմիջապես դադարեցրեք այդ հիմարությունները,
Դադարեցրեք այդ միայն յոգուրտ եւ միայն խնձոր ուտելը, դա հիմարություն է կատարյալ։ Ես ձեզ տալիս եմ գաղտնիքը այն բանի, թե ինչպես կարելի է առողջ, անվնաս եւ շատ արագ կերպով նիհարել ուտելով ցանկացած բան, ինչ ցանկանում եք։ Հաջորդ կարևորագույն ֆունկցիան հետևյալն է, եթե դեռևս չեք կարողանում տիրապետել ձեզ եւ քչացնել ձեր սննդակարգը այնպես, ինչպես ես նշեցի, գթալը գթալի վրա կամ ժամը ժամի վրա, ոչ թե կամ, այլ եւ։ Դուք կարող եք օգտագործել հետևյալ կանոնակարգը, կարող եք մեկ օր շատ հանգիստ ազատ ուտել, լիքը ուտել այն ինչ ուզում եք եւ հաջորդ օրը ուտել շատ քիչ եւ կանոնակարգված։ Այդ պարագայում ձեր օրգանիզմը նույնպես եւ ձեր ուղեղը նույնպես կհասկանա, որ դուք ուզում եք նիհարել եւ առաջին օրվա կերածը այսպես ստամոքսը հանգիստ կերպով կմարսի եւ նյութափոխանակություն տեղի կունենա արդեն երկրորդ օրը։ Պարզ է, չէ՞, մեկ օր լավ ուտում եք, ինչ ուզում եք, հաջորդ օրը շատ քիչ եք ուտում արդեն սահմանափակ, հաջորդ օրը էլի շատ եք ուտում եւ մյուս օրը էլի սահմանափակ։ Սա էլ է տարբերակ բոլոր նրանց համար, ովքեր դեռևս չեն կարողանում տիրապետել իրենց եւ թեթևակի քչացնել այն ամենը, ինչ իրենք ուզում են ուտել։ Հաջորդը ինչի մասին ես ուզում եմ այսօր խոսել, հաջորդ կետը դա կայանում է նրանում, դա մի փոքր հոգեբանական կետ է այսպես, որը կայանում է նրանում, որ նիհարելը ոչ թե ստամոքսի, այսինքն ստամոքսի հետ է կապված, այլ ուղեղի։ Դուք նիհարում եք ուղեղով, ոչ թե ստամոքսով կամ ինչ-որ բաներ պահպանելով։ Ինչ է սա նշանակում, եթե դուք ձեզ ներշնչեք անընդհատ, որ դուք նիհարեք, դուք ձեզ անընդհատ պատկերացնեք այնպիսի նիհարության, ինչպիսին դուք եք, դուք շատ արագ կսկսեք հալվել եւ ես ձեզ մի գաղտնիք բացեմ, որ ինձ այդ չաղ լինելուց հետո եւ այդպես նիհարելուց հետո եւ այդպես նիհարելուց հետո ես շատ երկար դեռ չէի չաղանում եւ մարդիկ մտածում էին այ մարդ ինչ է եղել էս խաչիկին էլ էս ինչ անում դեղեր է խմում ինչ անում սենց մի անգամից չաղացավ հիվանդա ինչը կամ չգիտեմ ինչ որ հիվանդություն է տանում որ չի կարողանում չաղանա նորից անդադի մի խոսքով սակայն այդ ամենից զատ ինձ նաև անում են կոմպլիմենտներ եւ դա ինձ միայն հաճելի էր ինձ անդադ ասում էին նիհարեց, հա, այսպես նիհարեց ու նիհարեց, ով տեսնում էր ասում էր ոնց ես նիհարել, հարց էին տալիս ես այն ժամանակ չէի պատկերացնում, ես շատ լուրջ չէի վերաբերվում այդ ամենին եւ ընդհանրապես ասում եմ դիետա եմ պահում եւ նիհարել եմ Սակայն մի հարց տամ ձեզ, այդ ինչի եմ ես դիետա պահում ու նիհարում, իսկ մնացած բոլորը ովքեր այդ նույն դիետան պահում են չեն նիհարում Կարծում եմ ես ձեզ այսօր արդեն ապացուցեցի, որ այստեղ խնդիրը դիետայի մեջ չի, այլ հոգեբանության եւ ճիշտ սնվելու, որը ես ձեզ այսօր կետ առ կետ ներկայացրեցի։ Նաեւ խոսեմ քաղցրի մասին, շաքարավազի մասին, ինչ որ միֆեր են պատտվում, որ շաքարավազը բացը կատեգորիկ արգելվում է նրանց, ովքեր ուզում են նիհարել, դիետա են պահում Անգամ չեք էր պատկերացնի այդ հիմար արտահայտության ողջ մասշտաբը, որովհետև եթե մարդը չօգտագործի քաղցր, ինչ տեղի կունենա իր հետ։ Այս հիմար թեզը հորինողին խորհուրդ կտամ մի լավ մտածել մարդկանց խորհուրդ տալուց առաջ, նոր հիմարություններ տարածել ու փորձել ասել, որ քաղցրը կատեգորիկ չի թույլատրվում այն մարդկանց, ովքեր ուզում են նիհարել։ Մարդ եթե չօգտագործի քաղցր թույլատրելի չափաբաժնի մեջ, մարդ իրեն առնվազն շատ վատ կզգա, շատ վատ, որովհետև կարևորագույն մասնիկ է քաղցրի օգտագործումը մարդու ուղեղի սնուցման եւ լավ տոնուսի ապրելակերպի համար։ Մյուս հիմարությունը ինչի եմ ես այսպես արտահայտվում, որովհետև ես 100%-ով գիտեմ, որ այս ամենը հիմարություն է, ինչ ես ասում եմ, մյուս հիմարությունը աղջ օգտագործելն է։
Գիտեք, այսպես կպատասխանեմ ձեզ, ցանկացած համեմունք, այդ թվում նաև աղ ու շաքարավազ օգտագործելը միշտ ճիշտ է անդրադառնում օրգանիզմի կայուն զարգացման եւ կայուն աշխատանքի վրա, եթե մենք օգտագործում ենք այդ ամենը թույլատրելի սահմաններում եւ ցանկացած ամեն բան, եթե դուք սխալ օգտագործեք չթույլատրված, օգտագործեք նորմայից շատ, այդ ցանկացած բանը ձեզ իհարկե կվնասի։ Դրա համար պետք չի կենտրոնանալ նրա վրա, որ աղ ու շաքարավազ չի կարելի այն մարդուն, ով ուզում է նիարել։ Մարդուն կարելի է ամեն ինչ եւ պետք է ամեն ինչ, բայց չափի մեջ։ Եվս մեկ բանի մասին եմ խոսում եւ երևի թե այսօր կավարտենք։ Դիետա եւ այսինքն դիետա չի թույլատրվում պահել բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն գերության արտահայտված խնդիր, ու մոտա գենետիկ է եւ ովքեր շատ չաղ են, այսպես շատ գեր են եւ ակնհայտ խնդիրներ ունեն առողջության հետ, նրանց պետք է հատուկ թերապիա, որը ձեզ արդեն կասի ձեր մասնագետը, ես որևէ բանով չեմ կարող օգնել, սակայն իմ հորդորը շատից քչացնել, շատ քիչ կբերի նրան, որ գուցե նաև այդ կարգի մարդկանց նույնպես այս ամենը կարող է օգնել։ Սակայն ես որևէ բան չեմ երաշխավորում, որովհետև կրկնում եմ, դա արդեն հիվանդություն է եւ այդ հարցով պետք է զբաղվեն արդեն բժիշկները։ Ուստի երևի թե այսքանը ես նախատեսել եմ այսօրվա համար։ Դուք ինքներդ դիտեցիք իմ նկարները եւ տեսաք ով է ես, ինչ չաղ էի, 90 կիլոգրամի մոտ էի 83-84, հետո դառա 68, այսպես։ Իհարկե առողջությանս գնով, որտեղ ես չէի հասկանում, որ կարելի է ուտել ամեն բան ինչ ուզում ես, բայց ուտել ճիշտ։ Եվ իմ գիտելիքով ես կիսվում եմ հիմա ձեզ հետ, սպասում եմ ձեր ակնկալիքներին, սպասում եմ ձեր գնահատականներին, մի հավատացեք բոլոր այն շարլատաններին, այսպես ասած, ովքեր ձեզ խաբում են եւ ասում են, թե դեղեր պետք է խմեք, ովքեր ձեզ ուզում են վաճառել փորձված դիետաներ, որոնց դիմաց դուք գումար եք վճարելու, խաբնված լինելով։ Ես ոչինչ չեմ ուզում իմ տված գիտելիքների դիմաց։ Ես ուզում եմ, որ դուք լինեք երջանիկ, ես ուզում եմ, որ դուք համոզված լինեք, որ ես չեմ խաբում ձեզ, որ դուք զգաք ձեր մաշկի վրա, այսպես ասած, որ իմ խորհուրդները ձեզ 100%-ով օգնում են։ Ուստի նիհարելու ճիշտ process-ը այն չէ, որ դու ամեն բան չես կարող ուտել, այլ այն է, որ դու պետք է սնվես ճիշտ։ Այսօրվա համար նախատեսել եմ այսքանը, մինչ նոր հանդիպում։